Շարունակում ենք սիրելիներ, շարունակում ենք սիրելի ուրսադիտողներ լավ տրամադրության, որովհետև հետաքրքիր օր է մեզ սպասվում, օրեր ես կասեի։ Մի ամբողջ տարի իհարկե առհասարակ գնումների օրեր են լինում մարդկանց մոտ, մենք ամեն օր ամեն վայրկյան ինչ որ բան ենք փորձում գնել օգտակար կամ պարզապես, համենայն դեպս օրը բայց ունենք նշանավորված, այնպես որ համաշխարհային գնումների օրի մասին, ապա Սև ուրբաթ եւ առհասարակ ինչպես է առաջացել այսօր եւ ինչով է նշանավորվում, արդեն հարցազրույցը մեր հյուրի հետ, ով տաղավարում է։ Ներկայացնենք մեր հյուրին, սպասարկման եւ վաճառքի մասնակետ բիզնես խորհրդատու Ինգա Մուրադյանն է մեր հյուրը։ Ինգա, բարի լույս։ Ողջույն։ Շնորհակալ ենք Սև ուրբաթյան առավոտը մեզ հետ սկսելու համար։ Լավ է սկսել օրը այսօր։ Օրը դեռ արժևում է։ Դեռ արժևում է։ Իսկ երրորդյան է արժևում։ Այո, այսպես գնումներ կատարելու տրամադրությամբ թե ճիշտ խորհուրդներ տալու տրամադրությամբ։ Երևի թե երկրորդ տարբերակը։ Ավելի շատ երկրորդ է։ Ինչպես քիչ առաջ նշեցի, այո, տարին ունի 365 օր եւ ամեն օր մենք գնումների հետ գործ ունենք, բայց ինչ պայմաններով եւ ինչ դրդապատճառներով նշանավորվեց այսօրը, որ այն դարձավ համաշխարհային գնումների օր։ Մի փոքր կարևորության մասին, հա, օրվա։ Եթե հետ չգնանք պատմություն, ուղղակի բոլորիս մոտ արդեն ամբողջ աշխարհով մշակույթ է ձևավորվել, որ նոյեմբերի վերջին ուրբաթ օրը համարվում է Սև ուրբաթ, մեծ զեղչերի օր են հայտարարում բոլոր բրենդերը եւ բնականաբար շոպոգորիկները սպասում են այսօրվան շատ մեծ Եվ ոչ միայն։ Այո, մեծ բյուջեով, մեծ սիրով, մեծ ցանկությամբ եւ իրական զեղչերի հետևից են վազում բոլորը։ Ինձ թվում է այն մարդիկ, ովքեր որ շոփինգի սիրահար են, շատ այսօր իրանց ամենասիրած օրերից մեկն է։ Բայց պետք է խոսենք հենց այս իրական զեղչերի մասին, շատ ճիշտ նշեցիք, որովհետև իհարկե կարծում կան մարդիկ, որոնք ծանոթ են այս վարկածին, որ Սև ուրբաթը առհասարակ մարքեթինգային հնարք է եւ ժամանակին հենց այդ պատճառով է ստեղծվել, որպեսզի նախ մեծ վաճառքներ լինեն եւ այդ թվացial զեղչը, որը իրականում զեղչ է, որովհետև միշտ այդ զեղչերից առաջ գինը արհեստական բարձրացնում են, հետո նորից իբրև թե ընդհանրեն 30% զեղչը նորից իջեցնում են։ Կարծում շատերը սրա մասին Այ ինչպես դուք մասնագետ եք այս առումով, ինչպես հասկանալ, որ սա իրական զեղչ է, սա իրական զեղչ չէ, ինչպես ուշադիր լինել եւ չխաբվել։ Տեսեք, եթե դուք բիզնես եք ու չեք ուզում զբաղվել մեկ անգամյա վաճառքով, իրավունք չունեք հաճախորդի խաբելու։ Նախ եթե ձեր մշտական հաճախորդն ինքը արդեն տվյալ շապիկի կապ չունի, տվյալ իրական արժեքը գիտի, տեսել է ձեր խանութում եւ ես ինչպես նշեցի, անհամբեր սպասում եմ որ գա եւ այդ ապրանքը գնի ձեր խանութից։ Ու եթե դուք հայտարարում եք զեղչ, բնականաբար տվյալ մարդը արդեն իր տեսած գնից համապատասխան զեղչի չափով հանում է, չէ՞, գումարը, որ պետք է այդքան վճարի։ Ու այո, եղել են դեպքեր, շատ նկատել ենք, որ արհեստականորեն բարձրացրել են, բայց դա ոչ միայն խաբեբայություն է, դա նաև շատ մեծ հարված է բիզնեսին։ Ուստի ես որպես խորհրդատու, ես որպես մարդը, որ այս ասպարեզում է, պարզապես ոչ թե խորհուրդ չեմ տա, այլ եթե հնարավորություն ունենայի, կարգել էի բոլորին նմանատիպ խաբեբայությամբ զբաղվել։ Մենք բոլորս գիտենք, որ ոլորտում յուրաքանչյուր բառը, հատկապես գովազդի հետ կապված, շատ կարևոր է եւ կունենա իր նշանակությունը եւ դրական եւ բացասական։ Այստեղ գովազդի հետ կապված ինչ կասեք, որովհետեւ մենք հանդիպում ենք դեպքերի, երբ պարզապես հաճախորդը եւ սպառողը ունենում են բավական լայն թյուրիմացություններ եւ որը որևէ հանգուցալուծման ենթակա չի լինում։ Ինչպես խուսափել նման դեպքերին եւ ինչպես առաջարկել ճիշտ գովազդային տեքստերով։ Տեսեք, գովազդը պետք է լինի բարեխիղճ։ Ու թվում է թե պարզ բան է, չէ՞, բայց այո, իհարկե լինում են շրջանցելու հնարավորություններ, բայց ամեն դեպքում, երբ որ դուք որևիցե բան գովազդում եք, դուք պետք է կարողանաք ձեր գովազդի, եթե շատ տնավարի չի, տերը լինեք։ Եթե դուք հայտարարում եք, օրինակ, եթե այսօրվա թեմայով խոսենք, հայտարարում եք զեղչ, դուք պիտի նշեք ձեր զեղչը։ Որոշակի տեսականուն է դա վերաբերվում, կամ ամբողջ տեսականուն է վերաբերվում, ինչքանից ինչքանն է լինելու, որ օրերից որ օրն է լինելու եւ պարտավոր եք դուք դա նշել, որովհետեւ այո, հաճախորդները շատ ուշադիր են եւ այո, կարող են մտնել խանութ եւ ասել դուք չեք նշել, օրինակ, մինչեւ 50%-ը եւ ձեր սրահում նշված է 50% զեղչ, ապա դուք պարտավոր եք ցանկացած բան 50%-ով վաճառել։ Դե այս դեպքում էլ իհարկե շատ են մարքեթինգային հնարքները, որովհետեւ կարծես թե նաեւ օրենսդրական դաշտում կարգավորվում են այս պահանջները, որ այո, պետք է նշել, բայց մենք գիտենք վստահաբար շատերը նաեւ խանութ սրահների ցուցափեղկերին փակցված տեսնում են այս պաստառները, երբ շատ մեծ ենթադրենք գրված է 50% եւ շատ փոքր գրեթե անթեռնելի տեսքով գրված է
Նշված տեսականու համար։ Մինչև եւ սակը նշված այո։ Մինչև 50%։ Սա իհարկե շատ հաճախ հանդիպող խնդիր է կարծում եմ։ Հիմա ավելի շատ փորձում են բոլորը հետևեն դրան, նշում են եւ ինչպես նշեցի արդեն նշում են որ տեսականուն է դա վերաբերվում եւ պարտավոր ենք նշել նաեւ սկիզբը եւ վերջը ակցիայի։ Ես գիտեմ որ նաեւ պետք է հայտարարագրել մինչև այդ արժեքները եւ այո ամեն ինչ գնում է դեպի օրենքի դաշտ։ Ես միայն ուրախ եմ, որովհետեւ սա կօգնի նաեւ նմանատիպ զերծարարություններից խուսափել եւ բնականաբար արդար լինել հաճախորդների հետ։ Եկեք Հայաստանում խոսենք այս օրերին համատարած բնույթ կրող այս երևույթի մասին եւ հասկանանք ոլորտներից ամենայն դեպս որ ոլորտն է ավելի ակտիվ մասնակցում այս զեղչային ճկուն համակարգին հագուստի հետ կապված, տեխնիկայի հետ կապված կամ գուցե պարզապես արտադրողներն են իրենց արտադրանքը կրկին զեղչում, որ ոլորտն է առավել ակտիվ եւ ձեր ասացի համաձայն շատ արդար գործում եւ պատասխանատու իր գովազդի ամեն մի բառի համար։ Ավելի շատ, եթե տոկոսայինով վերցնենք, ակտիվ է մանրածախ առևտուրը, հագուստը, բնականաբար աքսեսուարները եւ այլն, բայց այս տարի ես նկատել եմ, որ նաեւ օրինակ հյուրանոցային ոլորտն է զեղչեր հայտարարել, կան ոլորտներ, որոնք օրինակ նախորդ տարիներում չենք նկատել, որ օրինակ Black Friday-ին, Սև ուրբաթին որևիցե առավելություն հայտարարեն, գնալով ավելի են ակտիվանում, այսինքն հիմա արդեն ուշադրություն չեն դարձնում, թե դուք որ բիզնեսով եք զբաղվում, եթե դուք ունեք որևիցե ծառայություն, որը վաճառքի ենթակա է, այս օրերին բնականաբար հայտարարվում է զեղչ։ Մեկ այլ բան է, թե ինչ տեսակի զեղչ են հայտարարում։ Մանրածախ առևտրում օրինակ այդ նույն 50, 60, 70% զեղչերը շատ ավելի ընդունելի են։ Ծառայությունների տեսակետից 10-20%-ն էլ արդեն ողջունելի է։ Այո։ ԱՄՆ-ում, կարծում եմ նաև եվրոպական մի շարք երկրներում կա Cyber Monday կոչված է այդ կիբեր երկուշաբթին, որը հաջորդում է, չէ՞, Սև ուրբաթին, այսինքն կա Սև ուրբաթը, այնուհետև գալիս է արդեն կիբեր երկուշաբթին եւ այդ շաբաթվա ընթացքում կարող ես տեխնիկա եւ տեխնիկական միջոցներ մեծ զեղչերով ձեռք բերես։ Այսօր արդյոք այս մշակույթը եւս զարգանում է Հայաստանում, թե մենք դեռ միայն Սև ուրբաթի մասին ենք մտածում այս բանը։ Ես այսպես ասեմ, մեզ մոտ Սև ուրբաթով չի սահմանափակվում, որովհետեւ սկսվում է ուրբաթ եւ ոնց որ Սև հանգստյան օրեր լինեն։ Ուրբաթ, շաբաթ եւ կիրակի 3 օր հաճախորդները հնարավորություն ունեն օգտվելու։ Բիզնեսները նաեւ իրենց աշխատանքային ժամերն են երկարացնում, որպեսզի հնարավորություն տան նաեւ մարդիկ ովքեր աշխատում են երեկոյան ու ժամի գնումներ կատարել։ Դեռ չենք հասել, բայց ամեն դեպքում տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերությունները միանշանակ էլի միանում են ու ինչը որ հետաքրքիր է, շատ գրավիչ զեղչեր են հայտարարում։ Ինքա, քանի որ դուք նաև մասնագետ եք այս դաշտի եւ այս ոլորտի, հաճախ ասում են, չէ՞, մարդկանց երբ քաղցած ես լինում, օրինակ պետք չէ սննդամթերք գնել, պետք չէ մտնել խանութ, որովհետեւ գնում ես բաներ, որոնք որպես այդպեսին դրա կարիքը դու չունես, բայց քաղցած ես, հետո չես ուտելու, բայց այսպես այդ իմպուլսիվ շատ այսպես առանց մտածելու գնումներն ես կատարում, այ փորձենք նաև մեր սպառող հեռուստադիտողներին խորհուրդներով օգնել, որ ասպարեզում է, որ ոլորտն է, որտեղ կարելի է ամենաշահավետ զեղչերը ստանալ այս դեպքում, գուցե դա հագուստն է, գուցե տեխնիկան է, որն է։ Ավելի շահավետ երևի թե հագուստը կլինի, իմ ուսումնասիրություններից ելնելով, որովհետև ոչ մեկ չի սպասում սննդի ոլորտում զեղչի, այսպես ասեմ, հա, բոլորս գիտենք, ֆիքսված գներ են, իհարկե լինում են, հատուկ որոշակի ապրանքատեսականու վրա գնառաչարկներ լինում են, բայց ամեն դեպքում բոլորը գիտեն, որ ամենաշահավետ առաջարկները երևի թե լինում է հագուստի ոլորտում։ Եվ նաև հետաքրքիր է խոսել տարվա հենց այս ժամանակահատվածի մասին, որ նոյեմբերի վերջին է ընտրված Սև ուրբաթը եւ Սև ուրբաթից սկսվում է արդեն Սև հանգստյան օրերը նաև։ Սա ինչ է, սա նախատոնական ժամանակահատվածն է, երբ մարդիկ ամեն դեպքում ոչ լիարժեք են ծախսում իրենց գումարները, խնայողություններ են անում պատրաստվելու տոնական օրերին եւ հատուկ է ընտրված այս ժամանակահատվածը, որպեսզի առևտուրը ամեն դեպքում չտուժի, թե պարզապես է ընտրվել նոյեմբերի վերջը։ Տեսեք, որովիցե հստակ ինֆորմացիա որպես այդպեսին չեմ կարող այս բանին ասել, բայց կան վարկածներ, որոնք որ խոսում են նրա մասին, որ այո, նախատոնական ամիս է հայտարարվում, որովհետև ինչպես բոլորս գիտենք, մինչև դեկտեմբերի վերջ արդեն նոր տարին մարդիկ սկսում են խնայողություններ անել, որովհետև հետո արդեն կարողանան իրենց ամանորյա գնումները, նվերները եւ այլն անել, այնպես որ սա ամսվան որոշակի առանձնահատկություն տալու համար է նաեւ արված, որպեսզի մենք ինչպես առևտրի մեջ են ասում, հնարավորություն ունենք նոյեմբերը երբևս ունենալ
ունենալ առևտրի տեսանկյունից որպես հետաքրքիր ամիս։ Այո, ԱՄՆ-ում շատ հաճախ են հոլովակներ տարատեսակ շրջանառում սոցցանցերում, մեր տեսնում ենք, թե մարդիկ բառի բուն իմաստով ինչ միջադեպերում կարող են հայտնվել սև ուրբաթի պատճառով, այսինքն գուցե մեկ հեռուստացույցի համար մի ամբողջ պատերազմ սկսվի խանութ սրահում կամ հաճախ կան մարդիկ եւ խանութ սրահներ, որտեղ այսպես մեկ օր առաջ անգամ արդեն գիշերվա ժամին սկսած մարդիկ մեծ հերթերի մեջ են կանգնում, հերթեր են գոյանում եւ այդ կադրերը երբ տեսնում ես, իհարկե երբեմն սարսափելի է, որ օրինակ մեկ հարիչի կամ թեյնիկի համար կարող է մեկ ամբողջ այսպես միջադեպ լինել։ Հայաստանում կարծես թե դեռ նման ծայրագությունների չենք հասել, բայց հետաքրքիր է դուք, այո, դուք հետևում եք ինչ դինամիկա է, այսինքն արդյոք մարդկանց հոսքը ամեն տարի աճում է, թե ունենում ենք օրինակ նմանատիպ միջադեպներ եւ կռիվներ են լինում։ Երբ նոր էր Հայաստանում հայտարարված Սև ուրբաթը, մենք նոր էինք, հա, որպես երկիր Սև ուրբաթին միացել, միանշանակ այդ վազքը ավելի մեծ էր, քան հիմա։ Հետո այն ժամանակ մեկ օր էր, հիմա արդեն երրորդյա է հայտարարվում, բայց միանշանակ այն ինչ որ դուք տեսնում եք Եվրոպայում եւ Ամերիկայում, Հայաստանում դա ես երբևիցե որևիցե անգամ չեմ տեսել։ Բնականաբար հոսքը ավելանում է, մարդիկ ավելի շատ են գալիս, շատ են այցելում, որովհետեւ մանավանդ այն խանութները, այն բրենդերը, որտեղ որ գիտեն, որ զեղչերը իրական են, իրանք միանշանակ սպասում են, գալիս են։ Կան նաև մարդիկ, ովքեր նախորդին գալիս են խանութներ, պտտվում են, անպայման ինֆորմացիա են ստանում այդ պահին իրական գների մասին, հարցնում են արդյոք հաջորդ օրը զեղչ լինելու եւ գալիս են իրենց հավանած ապրանքը զեղչով վերցնում են։ Միանշանակ շարժը ավելանում է, միանշանակ մարդիկ ավելի ակտիվանում են, բայց մենք այդ քաոսային իրավիճակը չենք։ Դեռ կառավարելի է, այո, ինչը իսկապես հրաշալի է։ Շնորհակալություն ձեզ, մեզնոտ աղավարում էր Ինգա Մուրադյանը, սիրելիներ, սպասարկման եւ վաճառքի մասնագետ, իմիջիայլոց լավ տեղեկացված լինելու համար այս ոլորտի պետք է ընթերցել նաև գրականությունը, որը կա, այնպես որ մենք հիմա կառաջարկենք սահուն կերպով անցնենք մի տեսանյութի, որտեղ գեղեցիկ խրատներ կան, կարծում եմ ընթերցանության վերաբերյալ։ Դիտենք, վերադառնանք եւ շարունակենք, խնդրեմ։